Իմ եւ Միքայել Սրբազանի ոչ միանշանակ չկա, մենք իրան Եթե դուք օրինակ թողություն տակ մեղքերի հաջորդ բային էլի մեղք կգործեք։ Ով է բոլորն էլ այդպես են, ուրեմն մեղք այնպեսի բան է, որ յետեք ինչ կա, ներողություն ասեմ, ուրեմն ասում է մարդը չի կարող մեղք չգործի։ Ապաշխարում ես, ուրեմն մենք բարձրանում ենք եւ հետո ընկնում ենք։ Այդպես է, մեղքի հետ կապված, ուրեմն այդպիսի մարդ չկա, որ աշխարհում ապրի ու մեղք չգործի։ Անհնարին բան է, որ մեղք չգործի։ Ընտուփ ճգնավորները անապատում մեղք էին գործում եւ իրանց համարում էին բազմամեղ։ Տեսնես շնորհալին իր հավատով Խոստովանիմի 24 տոների վերջում ասում է եւ ողորմյակ ու արարածոց եւ ինձ բազմամեղից, բայց ինքը սրբոց դասին էր։ Էլ նարեկացին չեմ ասում, որ աշխարհի օվկիանոսները դառնային թանակ, մայրցամաքները մակաղատ, դարձյալ չէին կարող գրել իմ մեղքերից 1000-րդ մասնիկը եւ այդ։ Եթե Արարատ լեռը դնենք կշերկի մի նժարին, իմ մեղքերս մյուս նժարին, իմ մեղքերս կգերազանցե Արարատ լեռին, Գրիգոր Նարեկացին է ասում, Նարեկ լսի։ Ուրեմն, պատկերացրեք, այսինքն, եթե նրանք իրանց մեղավոր են համարում, բայց աշխարհի մեջտեղը կանգնած ոնց կարող է մեղք չգործել։ Հետո այս աղջիկները կթողնեն որ մարդը մեղք չգործի, գեղեցիկ հակած, ոտքերը բաց, ես չգիտեմ ինչ ասես անում են, էլի որ մարդիկ տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում։ Եվ դրա համար ասում է վայ ձեզ կանանց, որ տղամարդկության գայթակղության պատճառն եք հանդիսանում։ Հասկացա՞ք, այ դու եք դա սովորի։ Քաղաքապետի նախ թեկնածուի մասին ասեք ով է լինելու եւ երկրորդը արդյոք դուք վստահ եք իր ամբասի կենսագրության հետ կապված որ քրեականորինակ գործերի հետ կապված ինքը խնդիրներ չի ունենա։ Հող քաղաքապետ։ Այո, այդ թեկնածու նախ ով է։ Գիտեք ինչ կա, եթե հիմա այդպես մտածենք, որ մարդուն պետք է սենց փողոցը բռնեն, տանին ինչ որ կարեն բերեն ուղարկեն գաղութ, հասկացար, հիմա ինչ ուզում ես արա, եթե պետությունը նմանատիպ վարկագիծ է անելու, ինչ ուզում ես խոսա, ինչ ուզում ես դիր, հետո իրանք կխայտարակվեն, ես չգիտեմ ինչ կլինեն, ընդհանրապես ես չգիտեմ ինչ կդառնան։ Այսինքն հիմա Էլում է պետք ընդհանրապես տեղական ինքնակառավարման ընտրությունները, ինչ պետք է այս ամեն համակարգը, որ ստեղծված է, այսինքն այդ մակարդակի քաղաքապետը այդքան իրանց հետաքրքիր է, որ ասենք այդքան, ամբողջ, մի բան էլ ասեմ ձեզ, ինչքան է քաղաքապետը հզոր լինի, պետք է անպայման իր հետևից ուժել տեսնի, հասկանալի է, որ կարողանա, օրինակ ես ինչքան հզոր քաղաքապետ եմ եղել ու իրոք շատ հզոր քաղաքապետ եմ եղել, բայց եթե Քոչարյանը Ռոբերտը չթեքվեր դեպի Գյումրի, շատ բաներ կար, որ դժվար կլիներ ինձ համար անել, ուրեմն պետք է այդտեղ հարաբերությունները Դադաստանի մեջ, մինչև Եվրոմիություն, ես չգիտեմ ինչ։ Մի խոսքով, Փաշինյանի դեպքում անպայման ասում եմ, դադի ենք տալու կառավարությանը, եթե հանգարցակի, ուրեմն 30 միլիարդը չտվեցին քաղաքի հասանելիք գումարները, որ ասենք 85 միլիարդ քաղաքից հավաքագրվում է, տարվում է հանրապետական բյուջե, այնտեղից տրվում է քաղաքին 3 միլիարդ 200 միլիոն, անպայման դրա համար պայքարելու եմ, հետո պայքարելու եմ այն պտտվող մեխանիզմը, որ կատարվում է քաղաքապետի հողհատկացումը, գնում է մարզպետարան քաղաքաշինության նախարարություն, որը հակասահմանադրական է, որովհետև քաղաքի հադագագիծը կա, եթե քաղաքի հադագագիծը կա, այդ մեխանիզմը խոչընդոտում է քաղաքի զարգացմանը, անպայման դրանց վերաբերյալ, եթե հանգարց ընդհանուր հայտարարիչ եկան կառավարության, ուրեմն գիտեցեք, որ Հայաստանի Հանրապետությունում անկախացումից հետո առաջի անգամ քաղաքապետարանը դադի է տալու կառավարությանը, բարձրաձայնում։ Գումարները տալիս էին, բացի այդ 3 միլիարդ դոտացիան այդ որ ասում եք։ Այն ժամանակ 85 միլիարդ քաղաքից չէր հավաքագրվում։ Այն ժամանակ այդքան գումար չէր հավաքագրվում, ընդհանուր մենք դե հաշվարկ էինք արել, որ մի բաներ պետությունը այն ժամանակ ավելի գումար էր տալիս, քան այստեղից տանում էին։ Հիմա քանի որ երկիրը շենացել է ու դրա գլուխգործոցը Ձեր խոնարհ ծառան է եղել, որ այսքան փոքր եւ միջին բիզնեսը խտանել այս քաղաքում, այսքան որ բան է ստեղծվել, ինչ որ տեսնում եք իմոլոգ է կառուցվել։ Այդտեղ արդեն երբ որ հաշվարկ են կարել Հրանտ Բագրատյանի հետ, շատ խելացի, ինքը լուրջ տնտեսագետ է, լուրջ մասնագետ է եւ ցավում եմ, որ այդ մարդու խելքը չեն օգտագործել նախին եւ ներկայիս ուրեմն ղեկավարները, ցավում եմ դրա համար։ Այ իր հետ որ մենք քննարկել ենք, ինքը շատ լավ
ուրեմն այդպես խումբեր ստեղծել եւ դրա համար ինքը ներկայացրեց, մենք է զգացենք, որ որոշակի ես էլ հասկանում եմ տեղական ինքնակառավարումից եւ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 185-186 հոդվածների տեղական ինքնակառավարման 86-րդ հոդվածի մաս հանումը Գյումրի քաղաքի պետք է լինի 27-ից 30 միլիարդ դրամ։ Բոլորին գիտեք։ Ողջ ընտրությունների ընթացքում երեք գծի հետև եք ասում, գծի տակ եք ասում, մի խոսքով գծի հետևի անոն ասածը, գծի հետևի անոն ուղղորդում է, չգիտեմ, լրագրողների վրա է հարձակվել եւ այլն։ Բա դուք ձեր լծակներով չկարողացաք չեզոքացնել անոնը։ Դուք եք մեղավոր։ Հիմա որ մենք մի քայլ անենք, դուք ասեք, օ, քաղաքապետը սկսեց, Վարդան Ղուկասյանը, չգիտեմ ինչ արեց, բան արեց։ Մենք թեկուզ կողքից այսպես մեկի կողքից որ անցնենք, վայ, քամին գցեց վար, ինքը հաս բռնեց, քոտեշ ընկավ կամ բան, այդ սաղ դուք եք սարքե։ Քոտեշ հիվանդություն չգիտես է, այն ինչ որ շիրակցի չեղնից նարեք, զո։ Մենք չեք ասում, որ գնայիք բռնեիք տեսեք Ինչ վերահասկեմ, համապատասխան կառույցներ կա, իրենք պետք է վերահասկեն, քաղաքապետը կամ տեխնազուն կարող է բոլորին վերահասկի, իրանք պետք է վերահասկեն, իրանք պետք է լրագրողներն պետք է ճշմարտությունը ցույց տան մինչև վերջ ճշմարտության կողքին կանգնեն։ Եկեք այսպես ասենք, ինչ անենք, որ այդ անոնների մասին եք խոսում, բայց այս պահի դրությամբ, եթե ընդդիմությունը այս անգամ էլ մսխի եւ վերջնական միասնական հաղթանակ չգրանցեք Գյումրիում եւ առհասարակ Հայաստանում ընդդիմությանը կներեն թե չէ, մեկ էլ որ ասում եք վերադասը փորձեցին խառնել եւ այլն, այդ վերադասը ում նկատի ունեք եւ եթե փորձել են խառնել, ապա հիմա ինչի դա չպիտի անեն։ Իսկ ով է ասում, որ հիմա չեն անում, իսկ հիմա ով է ասում, որ չեն անում։ Եվ եթե այդպես էր, գիտեիք, որ այս պատկերն եք ունենալու, գուցե մի փոքր համեստ հայտարարություններ անեիք քարոզարշավի ընթացքում։ Գիտեք ինչ, մի բան ասեմ ձեզ, համեստ հայտարարություններ անելու չանելը դա արդեն քո գործը չի։ Ես գիտեմ, թե ինչ եմ արել, ու եթե որևիցե մեկը ինձ ասի, թե մի հատ նստենք դեմ իրար հետ խոսենք ու ասենք, թե գիտեք, ինչի համար եք այս հարցը այս բան արել, ես այնքան բան ունեմ ասելու։ Ուրեմն էլի ինձանից ոչ մի բան դուրս չի եկել, ինձանից ոչ մի բան դուրս չի եկել, դուրս է եկել նմանատիպ մարդկանցից եւ եթե ճիշտ մարդկանցով էլ հավատվենք նստենք մեծ ու պզդիկ հասկացողությամբ, ես ասելու շատ բան ունեմ իրենց նկատմամբ, դա մեկ։ Այսինքն ես կյանքում իմ հարաբերությունները երբեք չհավատակ, որ ես հանգարցակի գլուխս կախած ման գալած լինեմ, որովհետեւ ես միշտ ճշմարտության ջատակովն եմ, թեկուզ այդ ճշմարտությունը ինձ ուրեմն վնասում է, բայց այս ճշմարտությունից հեռու չեմ փախնում, հասկանալի է։ Եվ դրա համար իմ ապրելակերպը այդպեսին է եղել, դա մեկ։ Երկրորդ թեստին այդ մյուսը որն էր, ինչ ասացի։ Ժողովուրդը միանշանակ չի ներելու ընդդիմությանը, նամանավանդ գյումրեցիները, ով ուզում է սեղի, ինչքան հարկանք ունենաս քաղաքի մեջ, ով քեզանից ինչ ուզում ես արած եղի, եթե հանգարց այս պահին ժողովրդի ձայները, ժողովրդի հույսը խապեցիր, ինչ որ մի այլ տեսակետով ուզեցար ֆռցնել, սպես բաներ, միանշանակ չի լինի։ Ժողովուրդը կոնկրետնի, այդպես ասեմ, կոնկրետնի լավ բառ է, քո գնահատականը տալու է։ Հասկանալի է։ Всё։ Պարոն Ղուկասյան, ես էլ մի հարց ունեմ, Անի Աբաղյան, Էգիսի մեդիա։ Գիտեմ։ Եթե Մարտուն Գրիգորյանը կոալիցիա չկազմի, բայց 2-3 քվեով օգնի, որ դառնա քաղաքապետ։ Մտավախություն չունեք, որ հետագայում կառավարման ճգնաժամ կառաջանա, եւ օրինակ ոչ բոլոր հարցերն, ինչպես դուք եք լուծումները պատկերացնում, այդպես կընթանա։ Ես եթե հանգարց մենք ուրեմն ապահովեցինք մեր 17 ավականու ձայները, ես չգիտեմ, թե հետագայում ոնց կարող է ինչ-որ մի պրոբլեմ մենք ունենանք, մենք այդքան էլ կորած մարդ չենք, հետո գիտեք ինչ կա, յուրաքանչյուր ավականի, եթե մտածի, որ ասենք հույսը դնի այսօրվա իշխանության վրա, այս իշխանության կյանքը շատ կարճ է, հետո այս քաղաքում ապրելու է, հետո կա ընդհանուր առմամբ, գիտես ինչ, ճիշտ ու սխալ ապրելակերպի, ուրեմն գնահատական, եւ գյումրեցիները շատ շուտ կտան իրեն, որ մարդը չի կարող ընդուք փողոցում քայլի կամ ինչ-որ մի բան անի, անպայման որտեղից անցնի, իր ուրեմն պիտակը ճակատին կասեն եւ այդ մարդը ոնց կարող ապրի, ասենք այդպեսի մարդ հիմա շատ քչերն են, որ ասենք այդպես կուզենան ապրել,
Բայց Մարտուն Գրիգորյանի հետ կապված ես հորը ճանաչում եմ, հոր եղբայրներին ճանաչում եմ, չեմ հավատա, որ ինքը հանկարծ սխալ բան անի, ես գիտեմ, որ իրանք ճիշտ իրենց խոսքը կասեն, ես հույսով եմ դրան, ես հավատում եմ դրան։